Եվրամիությունը ողջունում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրից հետո, կամ ներողություն, կամ հեռացում խորհրդարանից, իշխող ուժի պահանջը ընդդիմադիր պատգամավորից։ Ազգային ժողովի նախագահի աթոռից Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատասենյակ Ալեն Սիմոնյանը կադրային փոփոխություններ է սկսել։ Միգրանտներ ուղարկող երկրից ընդունող Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից ավելի քան 40,000-ը Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ Կաթնամթերք արտադրող 11 ընկերություն խախտումներով է աշխատում, պատասխանատու գերատեսչությունը վարույթներ է հարուցել։ Ով է Կիևին հետախուզական տվյալներ տրամադրում, Մոսկվան Վաշինգտոնից պատասխան է պահանջում։ Ռուսաստանում վերջին տվյալներով ԱԹՍ հարվածներից 201 խաղաղ բնակիչ է զոհվել։ Մոսկվա-Տոկիո հարաբերությունները լարվում են Կուրիլյան կղզիների պատճառով։ Երկու քարի արանքում Ստամբուլում հայ աշակերտների առաջ փակվում են հայկական դպրոցների դռները և անհայտ անձինք գողացել են Հովանավանքի և Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է։ Եվ այսպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո վերջին մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը երկու երկրների միջև առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումն ու ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումների ընդլայնումն է։ Գնահատականը արտաքին կապերի եվրոպական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերինն է։ Եվրամիության պաշտոնյան նաև ընդգծել է առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացման, պահվող անձանց ազատ արձակման և երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների ընդլայնման կարևորությունը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում։ Բրյուսելում կարծում են, որ ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է շարունակեն կյանքի կոչվել, իսկ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի և վավերացվի։ Եվրամիությունը նաև աջակցում է կարգավորման ճանապարհին հետագա գործնական քայլերին, այդ թվում տրանսպորտային փոխկապակցվածության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ շարունակում են կարևոր նշանակություն ունենալ սահմանազատման և սահմանագծման հարցերում հետագա առաջընթացը, հումանիտար խնդիրների լուծումը և հաշտեցմանն ուղղված ջանքերը, այդ թվում հասարակական մակարդակում։ Եվրամիությունը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն և տրամադրել փորձագիտական օգնություն այս բոլոր ոլորտներում։ Երևանի եվրոպական ինտեգրման քայլերի և անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԵԱՏՄ-ի ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերություններում ակնհայտորեն աճող լարվածություն կա, քանի որ Մոսկվան և ԵԱՏՄ շրջանակի պաշտոնյաները փորձում են հստակեցումներ պահանջել ընդհուպ կողմնորոշման համար հանրաքվեն ակնկալում, թեպետ Հայաստանի իշխանությունները շեշտում են տնտեսական գործակցության շարունակականությունը։ Փորձագիտական համայնքում կարծիք կա, թե Արևմուտքը դեռևս պատրաստ չէ փոխհատուցել Հայաստանի այն հնարավոր տնտեսական կորուստները, որոնք կարող են առաջանալ, օրինակ ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով։ Սա է հիմնական պատճառը ըստ մասնագետների, որ Հայաստանը չի ցանկանա լքել ԵԱՏՄ-ն, քանի որ դեռևս չի լուծել տնտեսական հոսքերն այլ շուկաներ ուղղելու հարցերը։ Եվ առաջիկա ամիսները քաղաքագետների գնահատմամբ Հայաստանի համար բախտորոշ կդառնան։ Երևանը ստիպված է լինելու վերջնականապես հստակեցնել իր դիրքորոշումը Ռուսաստանի առանցքով գործող ինտեգրացիոն կառույցներում։ Պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները այդպիսի հանրաքվե անցկացնեն, այսինքն այնտեղ հստակ պատկերացում կա Ռուսաստանում, որ Հայաստանի այդ ձգտումները, իշխանությունների այդ ձգտումները այնքան էլ չեն համապատասխանում մեր հասարակության մեծամասնության դիրքորոշմանը։ Փոխադարձ հարգանքի մասին իշխանություն ընդդիմություն պայմանավորվածությունները դեռ կյանքի չկոչված կարծես փլուզվում են։ Օր չկա, որ խորհրդարանում օդը չլարվի, վերջին սուր թեման ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունն էր։ Իշխող խմբակցությունը հարցը փակելու համար կամ ներողություն է ակնկալում, կամ պարզապես հեռացում ազգային ժողովից։ Իսկ որն է ուժեղ Հայաստանի և անձամբ պատգամավորի դիրքորոշումն այս հարցում, խորհրդարանական անցուդարձին Էդուարդ Պողոսյանն է հետևել։ Նյարդ կա նոր խորհրդարանի օդում, այստեղ երեկվանից տիրող լարվածությունը և ոչ մի կերպ չի թոթափվում, իսկ իշխանության ու ընդդիմության թրենդային դարձած պայմանավորվածությունը իրար հետ բարեկիրթ մթնոլորտում աշխատելու վերաբերյալ փլուզման եզրին է։ Հնչելավ իրավորանք,
Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը, ում ելույթից հետո էլ Երևանից այս դահլիճում կրքերը թեժացել են, այսուհետև ավելի մոտ կնստի ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցության падգամավորներին։ Սա Երևանից հետո առայժմ միակ փոփոխությունն է այստեղ, մինչև խորհրդարանի ԿՊԱ-ական փոխխոսնակը կնկատի։ Հարգելի գործընկերներ, նիստերը ինչ սկսելա փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկե, պարոն Վարդևանյան։ Այսօր փողկապ չկապելու հատուկ պայմանավորվածություն ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունում չեն ունեցել, վերադառնալով դահլիճի գլխավոր ոչ թե օրակարգին, այլ թեմային։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը падգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Իշխանական խմբակցությունն ուզում է, որ Ղազարյանն իրենցից ներողություն խնդրի սրիկա կոչելու համար, թեման կփակեն միայն այդ դեպքում։ Որևէ թուլություն չկա ասելու մեջ, Ժորժ ջան, կներեք։ Վերջ, այդքան բան, դա ձեզ չի դարձնում, չգիտեմ, կեղծ ընդդիմություն, դա ձեզ չի դարձնում բան, կամքից զուր քաղաքական ուժ, հակառակը դա ցույց է տալիս ձեր կամքը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը երեկ ընդունել էր թիմակցի հայտարարությունը, բարևարկությունից դուրս է եղել, ավելի ուշ այս թեման քննարկել են նաև խմբակցությունում։ Նաև եղել է որոշում խմբակցության ներսում, որոշում, որը բաժանված է երկու մասի, խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է։ Ինքը օրվա քննարկումների կիզակետում հայտնված Ղազարյանը բարևարկության կանոնների խախտման քննարկումների համար ինստիտուցիոնալ մեխանիզմների կողմնակիցն է։ Ընդամենը օրեր առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեցին խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագիծը։ Սա հենց այդ հարթակն է, որտեղ էլ պետք է քննարկման առնվեն նման հարցերը։ Ազգային ժողովի բուն օրակարգը գլխի վայր շուռ տալու փոխարեն Ղազարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նաև հայտնել է, որ մանդատը վայր դնելու կամ ներողություն խնդրելու հարց իրենց քաղաքական թիմի օրակարգում չի եղել։ Նոր խորհրդարանի ձևավորման աշխատանքները դանդաղում են, սա թերևս միակ հարցն է, որի շուրջ համաձայնություն կա ազգային ժողովում, բոլոր խմբակցություններում, միայն թե նոր կոնսենսուս իշխանությունն ու ընդդիմությունը չեն գտնում ավելի արագ առաջ շարժվելու համար։ Առայժմ քննարկում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, 12-ից դեռևս 5-րդին են հասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներանց։ Ազգային ժողովի նախագահի աթոռից անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատասենյակ Ալեն Սիմոնյանը կադրային փոփոխություններ է սկսել։ Միգրանտներ ուղարկող երկրից ընդունող Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից ավելի քան 40,000-ը Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ Կատնամթերք արտադրող 11 ընկերություն խախտումներով է աշխատում, պատասխանատու գերատեսչությունը վարույթներ է հարուցել։ Ով է Կիևին հետախուզական տվյալներ տրամադրում, Մոսկվան Վաշինգտոնից պատասխան է պահանջում։ Ռուսաստանում վերջին տվյալներով ԱԹՍ հարվածներից 201 խաղաղ բնակիչ է զոհվել։ Մոսկվա-Տոկիո հարաբերությունները լարվում են Կուրիլյան կղզիների պատճառով։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոսով։ Անվտանգության նկատառումներից ելնելով այսօր մինչև կեսօր Մոսկվայի Վնուկովո, Դոմոձեդովո, Ժուկովսկի եւ Շերեմետիևո օդանավականները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ Ռոսավիացիան հայտնել է, որ սահմանափակումները կիրառվել են անօդաչուների սպառնալիքի պատճառով։ Մոսկվան Վաշինգտոնին հարցեր է ուղղել կապված Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու եւ Ռուսաստանի խորքին հարվածելու մասնակցության վերաբերյալ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը։ Լավրովը պատասխանելով հարցին, արդյոք Մոսկվան մտադիր է վերջնագիր ներկայացնել Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացների հետ բանակցություններից առաջ, արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան վերջնագրեր չի ներկայացնում եւ պատրաստ են խոսել նրանց հետ, եթե գան, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց, իսկ թե ինչ են բերում նրանք, դա այլ հարց է, նշել է Լավրովը։
Ուկրաինական անօթաչուների հարվածներից վերջին տվյալներով Ռուսաստանում զոհվել է 201 խաղաղ բնակիչ, վիրավորվել առնվազն 1441 մարդ, հայտնել է Դաշնության արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Հրապարակային զեկույցում ռուս պաշտոնյան նշել է, որ այս վիճակագրությունը ուղղակիորեն վկայում է քաղաքացիական բնակչության սպանությունների համար Կիևի ռեժիմի արտասահմանյան հովանավորների պատասխանատվության մասին։ Նրա տվյալներով հարձակումների են ենթարկվել բացառապես քաղաքացիական օբյեկտները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքների հետ, նշել է Միրոշնիկը։ Իսկ Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզիների հարավային 4 կղզիներին, վկայակոչելով 1855 թվականի առևտրի և սահմանների մասին պայմանագիրը։ Մոսկվան մնում է այն համոզմանը, որ հարավային Կուրիլները երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ընդգրկվել են ԽՍՀՄ կազմում և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ։ Արկտիկա տարածաշրջաններ 4-րդ համաժողովի շրջանակում Կուրիլյան կղզիների շուրջ ստեղծված իրավիճակին և Ռուսաստանի դեսպանին Ճապոնիայի ԱԳՆ կանչելու փաստին է անդրադարձել Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը որևէ արդյունքի չի հանգեցնի, ռուսական հողը կմնա ռուսական հող, լիովին համապատասխան միջազգային իրավունքին և երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ընդունված որոշումներին։ ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօթաչու են խոցել, երկրի զինված ուժերը դեռ չեն հայտնել, թե որտեղից է անօթաչուն ներխուժել երկրի տարածք և ում է այն պատկանում։ Անօթաչուն խոցելու համար օդ են բարձրացել Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ՆԱՏՕ-ի կործանիչները։ Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ այս պահին օդային տարածքում վտանգ չկա։ Հորմուզով ազատ նավարկությունը խաթարվել է ԱՄՆ ագրեսիայի պատճառով, սա ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի գնահատականն է։ Միխայել Ուլյանովը X-ում գրել է, որ Վաշինգտոնի տրամաբանությունը հասկանալի չէ։ Այն ցանկանում է Հորմուզի նեղուցով նավարկության ազատություն, բայց այդ ազատությունը խաթարվել է և հիմա նրանք ցանկանում են վերացնել իրենց ռազմավարական սխալի հետևանքները, պատերազմը շարունակելով։ Այստեղ ինչ-որ բան այն չէ, հավելել է Ուլյանովը։ Իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացնելու, որը ներառելու է անհավանական տնտեսական մեկուսացում և Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակում, ինչը թույլ չի տա որևէ բեռի մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։ Կիրառելու ենք այնպիսի միջոցներ, որոնք երբեք չեն եղել որևէ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ։ Թբիլիսիում ապամոնտաժում են քաղաքի ամենահայտնի միաժամանակ վիճահարույց կառույցներից մեկը Ռիխեի Սափորներ անվանումով հայտնի երաժշտական թատրոնի և ցուցասրահի համալիրը։ Ապակուց և պողպատից կառուցված այս շինությունը կառուցվել է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին և նախատեսված էր որպես խոշոր մշակութային կենտրոն։ Շինարարությունը սկսվել է 2010 թվականին, համալիրի արժեքը կազմել է մոտ 40 միլիոն եվրո։ 2012 թվականից, սակայն, իշխանափոխությունից հետո նախագիծը դադարեցվել է և այժմ անհայտ է շինության ճակատագիրը։ Կրկին վերադառնանք Հայաստան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել։ Փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը, սոցցանցի էջում գրել է Պաշտպանության նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Վարչապետը Արմեն Գրիգորյանին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար, նշել, որ վերջին 8 տարիների ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում։ Սիմոնյանին ներկայացնելիս Փաշինյանը նշել է, որ կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում ներգրավված է եղել, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Եվ նշանակումից ժամեր անց Սիմոնյանն առաջին կադրային փոփոխությունն է իրականացրել։ Քարտուղարի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ազատվել է Փաշինյանի որոշմամբ։
Աշնանը կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրել է, որ նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28650 դրամ, նախկին 25000-ի փոխարեն եւ կտրամադրվի 10 տարի ժամկետով։ Նույնականացման քարտը կլինի 5950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն 5 տարի վավերականությամբ։ Ընդ որում նույնականացման քարտ կարող են ստանալ մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ նոր օրենքով 16 տարեկանից սկսած այս փաստաթուղթը կլինի պարտադիր։ Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից աստիճանաբար վերածվել է նաև միգրանտներ ընդունող եւ տարանցիկ երկրի։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։ Աճել է օտարերկրացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև կացության կարգավիճակների եւ տարբեր փաստաթղթերի պահանջարկը։ Այդ տենդենսը պահպանվում է եւ կարող ենք ասել նաև ինչ որ իմաստով թափ է հավաքում։ Ավելի քան 40,000 Արցախից բռնատեղը հանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել, նրանցից շուրջ 12,000-ը անչափահասներ։ Անդրադառնալով Արցախից տեղահանված քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելու գործընթացի դանդաղեցման մասին քննադատություններին, փոխնախարարը դա նոնսենս համարեց, ասաց, բնակարանային ծրագիրը նպաստել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելիության աճին։ Եթե համեմատում եք նախորդ տարվա համեմատ, հենց այդ նախընտրական շրջանում մենք սպասարկել ենք անգամներ, պատիկներ ավելի շատ Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիության դիմումներ։ Հայաստանում ժամանակավոր բնակության կարգավիճակ ըստ պաշտոնական տվյալների խնդրել է 9534 քաղաքացի, որոնցից ավելի քան 6000 դիմումը բավարարվել է, իսկ մշտական կացության կարգավիճակ է ստացել 2085 քաղաքացի, ինչը զգալիորեն ավելի է նախորդ տարիների ցուցանիշներից։ Ի դեպ, աճել է նաև ապաստանի հայցերի դիմումների մերժման թիվը, ընդհանուր ստացվել է ապաստան տրամադրելու 358 դիմում, բավարարվել է 94-ը, 190-ը մերժվել։ Ոստիկանության հայտնած տվյալներով նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը դրական է եղել շուրջ 1347-ով։ Մուտքերը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը 871409, ելքերը կազմել են 870062 եւ տարբերությունը ինչպես տեսնում եք դրական է։ Նույն միտումը ունենք նաեւ օտարերկրացիների մասով կրկին էական աճ ենք արձանագրել սահմանահատումների տարբերության իմաստով կազմում է 57953 նախորդ տարիների համեմատելու իմաստով նշեմ 35000-ի սահմաններում թվեր են եղել։ Միայն դիմումների աճը բավարար չէ ներգաղթի տնտեսական եւ սոցիալական ազդեցությունը գնահատելու համար, նշում են մասնագետները։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ նպատակով են օտարերկրացիները բնակություն հաստատում Հայաստանում։ Հնդիկները եւ Իրանի քաղաքացիները կամ Իրանից ժամանածները կացության կարգավիճակի խնդիր էսպային իրենք ունեն եւ այն հանգամանքը, թե իրենց կացության իրավունք տալով դա նպաստում է Հայաստանում տնտեսական աճին կամ այլ որևէ դրական փոփոխությանը, հիմա այս բանը ոչ մեկ չի կարող դա մեկնաբանել, որովհետև պետք է դեռ հասկանան, այդ մարդիկ կացության կարգավիճակ ստանալով Հայաստանից իրենք են ինչ-որ բան ակնկալում, թե իրենք են նաև ներդրում ունենում Հայաստանում ինչ-որ ոլորտի զարգացման մեջ։ Միգրացիոն հոսքերի ավելացմանը զուգահեռ մասնագետները բարձրաձայնում են նաև անվտանգության հնարավոր ռիսկերի մասին։ Փաստաբանները հիմնվելով վարույթներում եղած քրեական գործերի վրա նշում են, թե տարբեր երկրների քաղաքացիներ Հայաստանում մեղադրվում են խարդախության, թմրամիջոցների շրջանառության, բռնության եւ այլ հանցագործությունների համար։ Ներգաղթը ինքը նաև կրիմինոգեն վիճակի վրա է բացասաբար ազդում, մեղադրվում են տարբեր հանցագործություններ կատարելու մեջ Հայաստանի Հանրապետություն։ Եվ Բանգլադեշի քաղաքացիներ կան, եւ Հնդկաստանի, եւ ասենք Չինաստանի քաղաքացիներ կան, արաբական երկրներից, ասենք Եգիպտոս, Թունիս։ Առկա տվյալներով առաջին կիսամյակում Հայաստանում աշխատել է նաև ԵԱՏՄ երկրների 2937 քաղաքացի, իսկ քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճը կապվում է ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Ռուսաստանի Դաշնությունից հայերի դիմումների թվի աճը նախորդ տարի հասել է պատմական առավելագույնի՝ ավելի քան 32000։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ունենք թողարկման հաջորդ հատվածում։ Երկու քարի արանքում Ստամբուլում հայ աշակերտների առաջ փակվում են հայկական դպրոցների դռները եւ անհայտ անձինք գողացել են Հովանավանքի եւ Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
ԵԱՏՄ անդամ երկրները նախատեսում են միասնականացնել օնլայն խանութների, մարքեթփլեյսների և վաճառողների գործունեության կանոնները էլեկտրոնային առևտրի ընդհանուր չափանիշներ սահմանելով։ Նախատեսվում է նույնականացնել ապրանքային քարտերի ձևավորումը, վերադարձի պայմաններն ու պատվերների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը։ Մասնագետների գնահատմամբ փոփոխությունները կարող են պաշտպանել սպառողների շահերը, նպաստել ոլորտի զարգացմանն ու ստվերի կրճատմանը։ Միաժամանակ, ըստ փորձագետների, անհրաժեշտ է գնահատել հնարավոր հարկային ռիսկերը և հաշվի առնել անդամ երկրների երրորդ պետությունների հետ առևտրի առանձնահատկությունները։ Կարծում եմ, որ սա ծախսատար գործընթաց չէ, փոխարենը կարող է բավական օգուտներ բերել եւ սպառողներին, առաջին հերթին, եւ գործարարներին, որովհետեւ աշխարհը հիմա շատ ավելի մեծ չափով անցել է էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային առևտուրը մեծ ապագա ունի, ուղղակի դա պետք է կառավարելի դարձնել, որովհետեւ հարց է առաջանում, թե պետական բյուջե մուծվող հարկերը առևտրից այդ դեպքում վնաս չեն բերի պետական եկամուտների մասի կրճատման առումով։ Այսինքն պետք է մենք ծանր ու թեթև անենք ինչպես օգուտները, այնպես էլ հնարավոր վնասներն ու ռիսկերը։ Կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Պատճառը մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը սահմանված նորմայից մի քանի անգամ պակաս լինելն է։ Թե որ ընկերությունների որ արտադրատեսակների մասն է խոսքը, հանձնաժողովը առայժմ չի մանրամասնում։ Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորն էր արգելել հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա, պնդելով, թե արտադրության ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Ռուսական սահմանափակումների հարցը երեկ քննարկել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը, պայմանավորվել ակտիվացնել Հայաստանի ՍԱՏՄ-ի և Ռոսսելխոզնադզորի համագործակցությունը։ Այսօր հայտնի դարձավ, որ անհայտ անձինք գողացել են Արագածոտնի մարզի Հովանավանքի և Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը։ Սա Հայաստանում, իսկ Թուրքիայում հայ աշակերտների առաջ փակվում են Ստամբուլի հայկական դպրոցների դռները։ Այդ երկրի կրթության նախարարությունը ազգային փոքրամասնությունների երեխաներին առաջարկում է տեղափոխվել պետական դպրոցներ։ Օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք գնահատումը վերաբերում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին օրենսդրության և քաղաքականության մշակմանը, հայտարարել է ներքին գործերի փոխնախարարը։ Ըստ Արմեն Ղազարյանի, Եվրոպան Հայաստանին ներկայացրել է 53 առաջարկություն, որի շրջանակում ներքին գործերի գերատեսչությունը մշակել է 113 կետից բաղկացած գործողությունների պլան։ ԵԱՏՄ-ի հետ անհամաձայնությունների հետնապատկերում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը քննարկել են հայկական գինեգործական, պտուղ բանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու հնարավորությունները։ Նախարարներն անդրադարձել են գյուղատնտեսական համագործակցության ընդլայնմանը և փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ Զգուշացնում եմ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև նշել է, որ շատ լավ հասկանում է, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել, վիճարկելով նրա տնային կալանքը վերացնելու որոշումը։ Դատախազը հայցել է բեկանել վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշումը։ Դպրոց մուտք գործելու հարցով կլինի պատասխանատու պաշտոնյա կրթության նախարարի հրամանով հաստատված չափանիշներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից։ Պատասխանատուն վարչատնտեսական համակարգողը կլինի, իսկ կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում տնտեսվարը կամ տնօրենի տեղակալը։ Թուրքիայի կրթության նախարարությունը պատրաստվում է արգելել Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների կրթությունը Ստամբուլի հայկական դպրոցներում։ 2012-ից օտարերկրացի երեխաները հյուրաշակերտի կարգավիճակով կրթություն են ստացել ազգային փոքրամասնությունների դպրոցներում առանց ավարտական դիպլոմի իրավունքի։ Մոտ 14 տարի գործող կարգի հնարավոր դադարեցումը մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների շրջանում։ Աշակերտներին առաջարկել են տեղափոխվել Թուրքիայի պետական դպրոցներ։ Արագածոտնի մարզի Հովանավանքի և Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու խաչերը գողացել են, ոստիկանությունը հաստատել է մամուլում տարածված տեղեկությունը։ Նախնական տվյալներով յուրաքանչյուր եկեղեցուն պատճառվել է մոտ 100,000 դրամի վնաս։
Հայաստանում կիբերհանցագործությունների մեջ կասկածվող խումբ է վնասազերծվել, որի անդամները ներկայացել են որպես ԱՄՆ բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարել։ Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են նախաքննության համար կարևոր ապացույցներ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ստացված միջոցները փոխանցվել խմբի անդամների հաշիվներին եւ փոխակերպվել կրիպտոակտիվների։ 7800-ից ավելի անձ վերականգնել է իր վարորդական իրավունքն առանց որակավորման քննության պետական տուրք վճարելով։ Հիշեցնեմ, սա նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի եւ խմացության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների փոխհամաձայնությունն է։ Երևանի Կիևյան կամրջի երթևեկելի եւ հետիոտնային հատվածների նորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, կատարվել են ջրամեկուսացման եւ լուսավորության ենթակառուցվածքի հետ կապված աշխատանքներ։ Մինչեւ տարեվերջ, սակայն Երևանի քաղաքապետարանը շարունակելու է կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման աշխատանքները առանց երթևեկությանը խոչընդոտելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակի մասին ցուցադրման հովանավորն է գերմանական Vaillant ապրանքանիշը, գերմանական որակի, առաջատար տեխնոլոգիաների եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ-սրահներում։ Vaillant ձեր բնակարանի կայուն եղանակը։ Այժմ եղանակային կանխատեսումները ավելի մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 22-ից 26, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 27-ից 32 աստիճան ջերմություն, Լոռիում կլինի 19-ից 22, Տավուշում 24-ից 27 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասվում է 31-ից 34, Սյունիքի հովիտներում 32-ից 34 աստիճան, Սյունիքի նախալեռնային հատվածներում սպասվում է 25-ից 28 աստիճան։ Իսկ մայրաքաղաք Երևանում այս գիշեր կլինի 22-ից 24, ցերեկը 32-ից 34 աստիճան, երեկոյան ժամերին սպասվում է 27-ից 29 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ լավ հանգստյան օրեր եմ մաղթում։